Ողջույն ընկերներ, վստահ եմ շատերդ եք սիրում պասուստոլմա, և քանի որ մոտենում են իմ ամենասիրելի տոները, առաջարկում եմ վերհիշել սիրելի բաղադրատոմսերը։ Եվ այսպես նախապես լավ լվանում ենք սիսեռը, լոբին և ոսպը։ Յուրաքանչյուրի վրա լցնում ենք բավարար քանակությամբ ջուր և թողնում ենք ամբողջ գիշեր, որպեսզի ուռչեն, սա պարտադիր պայմաններից մեկն է։ Հաջորդ օրը բլղուրի վրա ջուր ենք լցնում և թողնում ենք ուռչի։ Իսկ այդ ընթացքում առաջարկում եմ մաքրել սիսեռը։ Իհարկե սա պարտադիր պայման չէ, բայց ես որոշել եմ մաքրել։ Քանի որ այն արդեն ուռած և փափկած է, հեշտությամբ կեղևը հեռանում է, ինչպես ներկայացնում եմ տեսանյութում։ Մաքրված սիսեռը լցնում ենք խորը տարայի մեջ։ Այստեղ ավելացնում ենք ջրքանված ոսպը և լոբին, ավելացնում ենք նաև արդեն ուռած բլղուրը և համեմունքներ։ Ես ավելացնում եմ չորացրած ցիտրոն, չորացրած ռեհան, սև պղպեղ, կարմիր պղպեղ և աղ։ Իհարկե կարող եք ավելացնել նաև այլ համեմունքներ ըստ ճաշակի։ Ես ավելացնում եմ միայն այսքանը։ Լավ խառնում ենք և առայժմ դնում մի կողմ։ Մանր կտրատում ենք գլուխ սոխը, վերցրել եմ 2 միջին չափի գլուխ սոխ, լցնում ենք թավայի մեջ, ավելացնում բուսայուղ և տապակում, մինչև ոսկեգույն դառնալը։ Այնուհետև ավելացնում ենք կամ տոմատի մածուկ, կամ էլ ինչպես իմ պարագայում է, լոլիկի և պղպեղի խառնուրդ, որի տեսանյութը իմ էջում արդեն կա։ Ավելացնում ենք մյուս բաղադրիչներին, մանր կտրատում ենք համեմը, ավելացնում մյուս բաղադրիչներին։ Լավ խառնում ենք և խճողակը պատրաստ է։ Այժմ վերցնում ենք թթու կաղամբը, թեթև ցողում ենք հոսող ջրով և կտրատում ենք անհրաժեշտ չափի կտորներով։ Իհարկե արդեն գիտեք, որ պասուստոլման բավականին տարբերվում է մսով տոլմայից իր չափերով։ Թեպետ կարող եք փաթաթել նաև փոքր չափի տոլմաներ, ինչպես որ կամենում եք։ Ամբողջ կաղամբը մշակելուց հետո սկսում ենք փաթաթել։ Կաղամբի մեջտեղում լցնում ենք խճողակից, որքան որ ցանկանում ենք, եզրերը ծալում ենք և փաթաթում։ Իդեպ չմոռանամ ասել, որ բոլոր բաղադրիչները վերցնում ենք հավասար քանակությամբ։ Եթե վերցրել ենք 1 բաժակ սիսեռ, ապա պետք է վերցնենք 1 բաժակ լոբի, 1 բաժակ ոսպ և 1 բաժակ բլղուր։ Իսկ համեմունքները արդեն վերցրեք ըստ ճաշակի։ Ինձ մոտ սպիտակ լոբի է, բայց կարող եք վերցնել ցանկացած այլ լոբի, որը որ կա ձեռքի տակ։ Փաթաթում ենք տոլմաները, հնարավորինս պահպանելով համաչափությունը, որպեսզի նաև տեսքը լինի էսթետիկ։ Ամբողջը փաթաթելուց հետո դասավորում ենք կաթսայի մեջ։ Վրան կարող ենք լցնել տոմատի մածուկ կամ ինչպես իմ պարագայում է կրկին լոլիկի և պղպեղի խառնուրդ։ Ծանրություն ենք դնում, ջուր լցնում և տեղափոխում կրակին։ Եփում ենք եռման պահից սկսած մոտավորապես 35-40 րոպե, իհարկե կախված նրանից, թե մեր հատիկեղենը եփվել է, թե չէ, անպայման ստուգում ենք, որից հետո կարող ենք մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։